Սարգսյան, երբ քպական падգամավորը թիրախավորում է բոլոր ծառայածներին այն համատեքստում ասելով, որ իմ որդին չի ծառայել, որովհետև շատ բարձրակարգ է։ Դուք ինչու չեք անդրադառնում այս խտրական հայտարարությանը, կաշկանդված եք, որ նա քպական հանձնաժողովի նախագահ է։ Անկեղծ ասած, մի քիչ զարմանում եմ կաշկանդվածության վերաբերյալ տարբեր ձևակերպումներից, որովհետև այն դեպքում, երբ որևէ պաշտոնատար անձ խտրական հայտարարություն անում է, այդ թվում պարոն Քոչարյանի պարագայում, երբ նախորդ տարի սերով պայմանավորված տարբեր հանգամանքների հիմքով հաղորդակցություններ տեղի ունեցել լրագրողի հետ կապված, ես խոսել էի խնդրի վերաբերյալ, ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում մենք ունենք իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին առնչվող որևէ հայտարարություն, որին կարիք կա մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունից անդրադառնալ, հետեւաբար այո, որովհետեւ եթե ներողություն, բայց դրանից հետո падգամավորն ինքը անդրադարձել է իր իսկ խոսքին, եթե չեմ սխալվում, նաև ներողություն է խնդրել, իսկ մենք անդրադառնում ենք ոչ թե մեկնաբանություններին, այսինքն ոչ թե մեկնաբանում ենք տարբեր պաշտոնատար անձանց խոսքեր, այլ անդրադառնում ենք խոսքերին, եթե դրանք կարող են պարունակել իրենց մեջ իրավահավասարության, հակախտրականության ոլորտի առնչվող ներողություն չէր խնդրել, ընդհանրապես ասում էր իմ խոսքը սխալ եք հասկացել, այնտեղ ներողություն չէր խնդրել, ասում էր ինձ սխալ եք հասկացել։ Նորից եմ կրկնում, ես որպես մարդու իրավունքների պաշտպան եւ իմ հաստատությունը չենք կարող մեկնաբանել պաշտոնատար անձանց խոսքերը։ Եթե տեսնում ենք իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող խնդիրներ, դրանց արձագանքում ենք, այդ թվում պարոն Քոչարյանի հետ կապված նախորդ տարի մենք ունեցել ենք, եթե չեմ սխալվում, հարցազրույցեր ու եթե չեմ սխալվում, փայլակներ վարում հարցազրույցը, դրա հետ կապված շատ հստակ հաղորդակցություն։ Այս պարագայում բոլորովին այլ իրավիճակ է, եթե համարում եք, որ էթիկային առնչվող խնդիրներ կան, այդ խնդիրները բնականաբար հնարավորություն ունեք այլ ձևաչափով պահանջելու, որպեսզի բարձրացնեն։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ սպառնում է լրագրողներին, թե բանը ծնողներդ կփոխեն, չգիտեմ, հաշմանդամ կմնա, կան գործ կմնա եւ այլն։ Սրանց մեջ դուք խնդիր չեք տեսնում այս սպառնալիք ակնարկների։ Հարգելի սիրելի լրագրողներ, նորից եմ կրկնում, եթե Վահե ջան, ես բոլորին եմ դիմում, ոչ միայն քեզ, այլ բոլոր սիրելի լրագրողներին, ովքեր այս պահին այստեղ են կանգնած ու բոլորին ես ինքս շատ ընդունում եմ եւ շատ լավ եմ վերաբերվում։ Բայց եթե անցնենք հարցի պատասխանին, հարցի պատասխանը հետեւյալն է, եթե տեսնում եք էթիկայի ու վարքագծի կանոնների հետ կապված խնդիրներ պաշտոնատար անձանց խոսքում, մարմինը բոլորովին այլ է, որին պետք է դիմեք եւ դրա հետ կապված ստանաք պատասխան ու արձագանք։ Մասնավորապես, եթե ցանկություն ունեք, նշված պարագայում կարող եք դիմել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ինչ վերաբերում է մեր հաստատությանը, հաստատությունը արձագանքում է այն դեպքերին, երբ ոչ թե մենք էթիկայի կամ վարքագծի կանոնի խախտում ենք տեսնում, որովհետև այդտեղ ընդհանրապես չունենք իրավասություն, այլ այն դեպքերում, երբ որ իրավունքների հետ կապված խնդիրներ են ես հիմա կարող եմ պարզապես բոլոր պաշտոնատար անձանց կոչ անել շատ ավելի զգայուն լինել իրենց արտահայտություններում, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի որևէ տպավորություն, որում ոչ միայն պաշտոնատար անձանց, այլ նաև այլ դերակատարներին, որովհետև օրինակ նույն իմ հաստատության աշխատակիցների հետ կապված երբեմն կամ նույն իմ հաստատության հետ կապված տարօրինակ այնպիսի դերակատարների կողմից ձևակերպումներ ենք տեսնում, որոնք եւս սպառնալիքի տպավորություն են իրենց մեջ, առնվազն պարունակում եւ թողնում, հետեւաբար այս առումով ձեր աշխատակիցները 18-ամյա Դավիթին էին այցելել, ծնողները, բազմաթիվ մարդիկ նաեւ ձեզ էին դիմել, դիմումների հետ կապված ինչ եղավ եւ ձեր աշխատակիցները ինչ էին արձանագրել։ Դիմումների հետ կապված չասեմ ինչ եղավ, որովհետև այս գործի քննությունը սկսվել է իմ սեփական նախաձեռնությամբ, այսինքն մենք բոլոր գործողությունները արել ենք մինչև դիմումներ ստանալը, նաև ժամանակագրությունը, փորձեմ ես ինքս հիմա էլ հրապարակել, մեկ անգամ եւս առիթը օգտագործելով, անմիջապես ենք սկսել իմ նախաձեռնությամբ դիմումի ուսումնասիրությունը, հաջորդ օրը ձերբակալված անձանց պահման վայր են իմ աշխատակիցները մեկնել իմ հանձնարարությամբ եւ բոլոր ձերբակալված նշված միջադեպով ձերբակալված անձանց հետ են զրուցել։ Դրանից հետո մենք անմիջապես հավաքագրել ենք անձի առողջական վիճակի
հետ կապված իրենց կողմից ներկայացված տեղեկատվությունը եւ մնացյալ հանգամանքները առաջին օրը անմիջապես հայտարարություն են արել, հատուկ շեշտադրելով, որ իրավասու մարմիններից պահանջում ենք, որպեսզի բոլոր գործողությունները լինեն իրավաչափ, անհամաչափ ուժ չգործադրվի եւ այլն։ Հետո երբ անձը կալանավորվել է, դարձյալ իմ հանձնարարությամբ անմիջապես այցելել ենք իրեն քրեակատարողական հաստատությունում, այնտեղ եւս ոչ միայն առանձնացույց ենք ունեցել, այլ նախ իր հետ կապված բոլոր հնարավոր փաստաթղթերն ենք ուսումնասիրել, անմիջապես քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ ենք մի շարք քննարկումներ ունեցել թե բժշկական օգնության ու սպասարկման, թե նաեւ կրթության իրավունքի երաշխավորման հետ կապված։